Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադեին հրավիրել են կարգապահական հանձնաժողով։ Կարգալույց կարվի, մայրաթորից չեն հստակեցնում։ Կարգապահական նիստի ընթացքում քննարկելու են նրա գործունեության որոշ դրվագներ։ Գուցե եւ կարգալույց անեն։ Պրոցեսը կարող է մի քանի օր տևել։ Տեր Թադեն այն հոգևորականներից է, որ Հովհանավանքում մասնակցել է կարգալույց հռչակված քահանայի մատուցած պատարագին, իսկ այդ պատարագը մայրաթորը պղծություն էր որակել։ Հիշում եք, Փաշինյանն ասում էր վեհարան կգնա, երբ իրեն բավականաչափ մաքրված գա։ Մայրաթորի ազատագրման գործընթացը սկսել է, ընթանում է եւ անխուսափելիորեն հասնելու է տեղ։ Իսկ երբ տեղ հասնի, ինչ է սպասվում։ Ընդդիմադիրներն ասում են, ընդամենը մի ակնարկի են սպասում, որ գնան ու պաշտպանեն եկեղեցին։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խոնարհաբար, ինչպես եւ վայել է եկեղեցու հետ շփման պարագայում, կլսի ցանկացած կոչը մի քիչ շատ մեծ բան է, էլի ակնարկ վեհապար հայրապետի հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողմից եւ կլինի ամենավտանգավոր վայրում, այնտեղ որտեղ անհրաժեշտ լինի պաշտպանել մեր Սուրբ եկեղեցին եւ ինչպես որ անհրաժեշտ լինի պաշտպանել մեր եկեղեցին։ Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ արձանագրում է, որ հոգեվոր նորոգման գործընթաց է սկսել։ Ես ուրախ եմ առաջին հերթին նրա համար, որ իմ հոգևոր կյանքը այսօր լիարժեք վերականգնվել է։ Որովհետև ես այսօր չեմ գնում պատարակների, որպես վարչապետ, որ նստում են այնտեղ փողկապներով խիստ պատվիրակություններ։ Ես այնտեղ գնում եմ որպես հայաստանյան առաքելական եկեղեցու շարքային հետևորդ։ Հայր Ռուբենն այլ բան է արձանագրում եկեղեցի պետություն հարաբերություններում։ Սահմանադրության եւ սահմանադրականության խախտման հետ կապված հստակ դրսևորումներ կան։ Մեր երկրում արդարադատության ընդհանուր իրավիճակի հետ կապված մենք խնդիրներ ենք տեսնում, կապված ազատ տեղաշարժի, վանքերի սեփականության, ուրեմն մարդու անձնական կյանքի մեջ ներխուժման։ Իսկ ինչ է կարծում կրոնագետը, ընդունելի են եկեղեցի պետություն նման հարաբերությունները։ Ըստ կրոնագետ տեսաբան Անդրանիկ Ստեփանյանի, պաշտոնյան որպես հավատացյալ կարող է արձանագրել եկեղեցու խնդիրը, բայց ոչ այն բառապաշարով, ինչով արվում է։ Ցանկացած ոք, անկախ իր զբաղեցրած պաշտոնից, համոզմունքներից, անգամ կրոնական հարցերում տարաձայնություններից, իհարկե կարող է դա բարձրացնել։ Բայց ոչ այդ բառապաշարով, այո, այդ որ դուք նշեցիք համապատասխան բառերը եւ այնտեղ որոշելի ուրիշ բառեր կար, որոշ մարդկանց հետ կապված։ Ըստ կրոնագետի պետք է գրագետ լուծումներ գտնել, թե եկեղեցին, թե հասարակությունը առողջացման կարիք ունեն։ Նման բախումները մանավանդ հասարակության մեջ բացարձակ ցանկալի չեն։ Դրանք վատ հետևանքներ են ունեցել։ Ինչու՞։ Որովհետեւ այս դեպքում ընդհանուր պետության, ժողովրդի միասնականության վրա ազդում։ Մենք պետք է հասկանանք, որ մենք ունենք առաջին հերթին պետականություն, դա առաջին տեղում է։ Հետո մնացածը։ Ստեփանյանը կարծում է, եթե կա փաստ կանոնադրությունը խախտելու վերաբերյալ, դա չպետք է հանրային քննարկման առարկա դառնար։ Խնդիրը փակ պետք է լուծվեր ըստ մասնագետի, հատկապես մեր ժողովրդի հետ վերջին շրջանում կատարված աղետներից հետո։ Սիմոն Հովհաննիսյան, Մկրտիչ Խաչատրյան, Լևոն Ոսկանյան եւ Էդգար Հարությունյան, Reopen Media։